Շնորհակալություն Արգելի Պարոնտավության, Արգելի գործընկերներ, իսկապես հետաքրքիր ժամանակներ եք ապրում եւ ես նոր եմ ասել այս թիմի մեջ պետք է ասեմ, որ հաճելի էր բոլորի հետ աշխատել ու շարունակել ենք աշխատել, իսկապես որպես մեկ ընտանիք լինենք այս ամբողջ ընթացքում եւ մենք վստահ ենք երկար ճանապարհներ միասին անցնելու։ Ընդհանրապես ընտրությունները ցանկացած պետության համար դա հերթական քաղաքական փուլ է, որտեղ քաղաքական հակառակորդները իրենց կարծիքներն եւ գաղափարներն այս ծրագրերը ներկայացնում, ամեն ինչը անցնում է քաղաքական մթնոլորտում եւ որպես կանոն միշտ ընդդիմադիրները պետք է ավելի արմատական լինեն, ավելի հարձակողական լինեն։ Ցավոք սրտի այսօր իրավիճակը իսկապես արմատապես հակառակ պատկերն է ներկայացնում եւ սա ունի բացատրությունները։ Ինչու է այսպես, ընդհանրապես միշտ մարդկությունը երկու կարևոր խնդիր ունի՝ խաղաղություն եւ պատերազմ։ Եվ պատերազմը միշտ ուղեկցել է մարդկանց կյանքը, հասարակությունը միշտ եղել եւ կա մի հայտնի փիլիսոփա, որը մեր թվարկությունից 5-րդ դար, մեր թվարկությունից առաջ 5-րդ դարում ասում է, որ պատերազմները այնքան կլինեն, մինչեւ վախը, շահը եւ պատիվը կլինեն ուղղորդող գործոնները մարդկային վարքագծի համար։ Այս պարագայում անշուշտ մենք հասել ենք մի բախտորոշ կետի եւ այս ընտրությունը սովորական քաղաքական փուլ չէ, սա իսկապես բախտորոշ ճակատագրական ընտրություններ ունելու, թե ինչ տեսակի Հայաստան ենք մենք ունենալու։ Եվ պետք է ազնիվ խոստովանել, որ այս անգամ ընդդիմադիր բոլոր ուժերը որպես կանոն մեծամասնությամբ ձգտում էին տանել բովանդակային գաղափարական պայքար։ Հակառակ կողմը վստահաբար իրենց վարքագիծը բացատրում է մենակ մեկ բանով՝ վախով։ Վախն է, որ պայմանավորում է իրենց եւ խոսույթը, եւ վարքագիծը, եւ ասելիքը եւ անելիքը։ Ասում են երկու անգամ նույն կետը չես մտնի։ 18 թվականին մեր հասարակությունը բաժանվեց սև ու սպիտակների, մերոնց ծերոնց, նախկիններ ներկաներ, մի անգամ անցավ։ 21 թվականին մեր ժողովուրդը ուղղակի նոր է ստրեսից դուրս գալի պատերազմից հետո եւ բոլորս ցանկանում ենք որպես յուրաքանչյուր ուզում ենք հանգիստ խաղաղ կյանք ունենալ եւ մեր կարողությունների եւ հնարավորությունների պայմաններում ապահովել մեր ընտանիքների եւ մեր հայրենիքի բնականոն զարգացումը։ 21 թվականին խոստացան, որ խաղաղություն կբերեն եւ հիմա ասում են, որ ժողովրդական խաղաղությունը եկել է։ Եվ մեր կոնցեպտը երաշխավորված խաղաղության ամբողջովին ասում եմ ընդունվել է ժողովրդի կողմից, որտեղ բոլորս ենք ուզում խաղաղություն եւ մեզ հենց ընտրապայքարից նույնիսկ առաջ մեզ պիտակավորեցին, որ մենք պատերազմի կուսակցություն ենք եւ հարցը հետեւյալն է։ Մեր ժողովուրդը շատ լավ արդեն հասկանում է այդ վաղը հաղթարել է։ Ինչ տեսակի խաղաղության մասին է խոսքը։ Այն խաղաղությունը, որը մեզ պարտադրվում է ուժով, սպառնալիքով, մեր արժանապատվության հաշվին։ Մեր ժողովուրդը, ասում եմ, այս ողջ ընթացքում հասկացավ, որ այսպիսի խաղաղություն առաջինը մեզ համար ընդունելի չի, եւ երկրորդը երկարատև չի, կայուն չի։ Այն ինչ որ մենք ենք առաջարկում, եւ Տիկին Տոնան ասեց, որ այստեղ հեղինակային իրավունքների մասին խոսք չէ, սա կարծում եմ ընդհանուր կամավորության մեջ մասնագետներ կան, մարդիկ կան եւ սովորական ժողովուրդը հասկանում է, որ խաղաղությունը պետք է կարողանաս պաշտպանել, ոչ թե բարի կամքով, հայտարարություններով կամ ամենօրյա թատերական բեմականացմամբ, որ խոսում է ժողովրդին հանգստացնել, որ հիմա խաղաղությունը հիմա ժամանակն է եկել վայելելու, կամ արտասահմանից հնչող ակնհայտ աջակցության հայտարարությունների ֆոնից սա խաղաղություն չէ։ Այն ինչ որ մենք ենք առաջարկում, դա մեր արժանապատվության, մեր շահերի հաստատակամ պաշտպանության եւ ուժերի հավասարակշռության միջոցով ապահովել երկարատև խաղաղություն, որը հնարավորություն կտա եւ ունենալ եւ հզոր տնտեսություն, եւ լուծել մեր բոլոր սոցիալական խնդիրները եւ բարենպաստ մթնոլորտ ստեղծել մեր տարածաշրջանում, ինչպես դուք ասացիք, պարոն Ծառուկյան, ոչ մեկ չի ցանկանում թշնամի ունենալ։ Մենք շատ լավ գիտենք խաղաղության գինը եւ հանուն դրա մենք պատրաստ ենք մեր ազգային շահերը պաշտպանելով
կառուցել երկարատև կայուն խաղաղություն։ Եվ ինչը ամենահետաքրքիրը, որ մենք ոչ միայն մեր ժողովրդի հետ ենք շփվում եւ ամենօրյա ռեժիմով յուրաքանչյուրս հանդիպում ենք մարդկանց հետ, պատահական փողոցում մոտենում են, իսկապես մարդիկ հավատում են եւ հասկացել են, որ այսպես կոչված այսօրվա խաղաղությունը դա ժամանակավոր դադարել է, նրանք ուզում են իսկապես հոգնել են վախից, անորոշությունից, նրանք ուզում են վստահել են իրենց վաղվա օրվա համար։ Եվ ժողովուրդը իսկապես ես զգում եմ, որ ամբողջովին աջակցում է երաշխավորած խաղաղության գաղափարին, բայց նաև մենք արդեն ունենում ենք միջազգային գործընկերների հետ հանդիպել, խոսել եւ վերջերս միջազգային դիտորդների հետ ենք խոսում, շատ բաց անկեղծ խոսակցություններ։ Եվ նրանք շատ լավ հասկանում են ինչի մասին է խոսքը։ Այնպես որ մենք մոտենում ենք ընտրապայքարի վերջի շաբաթվան եւ կասում եմ շաբաթը իսկապես քրիտիկական նշանակություն է ունենալու հակառակ կողմը ցավոք սրտի որևէ գաղափարական ծրագիր չունի, որևէ բան ասելիք չունի, դրա համար անցել է ուղղակի վիրավորանքների, հետապնդումների ճնշմանը եւ ես այս պատկերավոր եթե ասենք ամսի 8-ին չէ սկսեց ընտրապայքարը մեկ կողմից իշխանությունն ու իշխանամետ որոշ ուժերն եւ մյուս կողմից մեր ժողովրդի մեծամասնությունը ներկայացնող ընդդիմություններ եւ հանդիպակաց շարժում էր երկու կողմից գնալով ճանապարհը նեղանում է եւ արագությունը ավելանում է։ Հիմա մոտավորապես ես պատկերացնում եմ, որ բոլոր իշխանությունների մարտավարությունը հետեւյալն է, ժողովրդական լեզվով ասած գաստար, որ դիմացիները վախենան, այստեղ վախեցող չկա։ Մենք էլ միջև գնալու ենք եւ իսկապես վստահ եմ, որ ժողովուրդը մեզ կաջակցի։ Շնորհակալություն։